Ողջույն իմ սիրելի հետևորդներ, սիրելի աշակերտներ, այսօրվա մեր թեման է կիլոգրամը։ Մաթեմատիկա 62 էջ։ Ես ցույց եմ տալիս ձեզ գրքի էջը, կիլոգրամ, դա զանգվածի չափման միավոր է, կիլոգրամը կրճատ գրվում է կգ։ Տեսնենք նկարներին, սրանք նշարավոր կշերտներ են, այսինքն նրանք իրենց վրա ունեն չափման միավորներ։ Տեսեք, նրանք նժարներով են, եթե նայենք ուշադիր երկու կշերտներին, կտեսնենք, որ դեղին խնձորները 2 կիլոգրամ են, իսկ կարմիր կշերտի վրա դրված խնձորները կշռում են 3 կիլոգրամ։ Տեսեք, իրենից ներկայացնում է կշեռքը թվեր, որոնք կշռվում են կիլոգրամներով, 1 կիլոգրամ, 2 կիլոգրամ, 3 կիլոգրամ, կիլոգրամը նորից եմ կրկնում, կգ են գրում կրճատ և ունեն իրենց վրա սլակ։ Ըստ ծանրության սլաքը տեղաշարժվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ և ցույց է տալիս չափը, թե քանի կիլոգրամ է։ Այստեղ տեսեք, դեղին խնձորները կշռում են 2, սլաքը ուղղությունը դեպի 2-ն է, այստեղ դեպի 3-ը։ Այսինքն կարմիր խնձորները շատ են դեղին խնձորներից, 1 կիլոգրամով շատ են։ Անցնենք առաջ։ Ահա ես նախապատրաստել եմ ձեզ համար կշեռքի տեսակ, որը նույնպես նշարավոր է, որտեղ ակնառու ձևով ցույց կտամ, թե ինչպես են կշռում։ Օրինակ, ես ունեմ 1 տանձ և տանձը դնեմ վրան, տեսեք, որ նա դեռ կիլոգրամ չի կազմում, գրամներ են, բայց դա ավելի բարձր դասարաններում կուսումնասիրեք։ Տեսեք, ես ավելացնում եմ մրգերը և ստացվում է 500 գրամ, այսինքն նախ գրամներն են, հետո նոր կիլոգրամները, 0-ից սկսվում է 1, տեսեք, 1, 2, 3, բայց եթե նայենք հիմա 1-ից և 0-ի միջակայքում կտեսնենք, որ նա կանգնեց 500-ի վրա, չէ, այսինքն դա դեռ 1 կիլոգրամ չի կազմում, կես կիլոգրամ է կազմում։ Ես ևս 1 խնձոր ավելացրեցի և այն դեռ 1 կիլոգրամ չպակասեց, այսինքն դեռ 3 կիլոգրամ պակասում է, 300 գրամ պակասում է, որ դառնա 1 կիլոգրամ։ Բայց եթե ես էլի ավելացնեմ և կտեսնեմ, որ այսքան խնձորները կշռում են 1 կիլոգրամ, բայց եթե ես հերթով վերցնեմ, այն կպակասի։ Տեսեք, էլի դարձավ գրամ, կես կիլոգրամ, այսինքն պետք է ավելացնենք, որ դառնա 1 կիլոգրամ։ Եվ այդպես շատացնելով սկզբից կունենանք 1 կիլոգրամ 100 գրամ, հետո 1 կիլոգրամ 200 գրամ, 300 գրամ, 400 գրամ, 1 կիլոգրամ, հետո կլինի 1 կիլոգրամ 500 գրամ, կասենք, որ կիլո և կես, այսինքն 1 կիլո և կես, 500 գրամ, և այդպես շատացնելով կդառնա 2 կիլոգրամ։ Հիմա տեսնենք գրքի առաջադրանքները։ Երկրորդ վարժությունը։ Պարզիր, թե որքան են մրգերի ու բանջարեղենների զանգվածները, դրանցից որն է ամենածանրը։ Եկեք տեսնենք նժարին դրված մրգերը, օրինակ, կարմիր խնձորը 4 կիլոգրամ, տանձը 2 կիլոգրամ, այստեղ լոլիկը 3 կիլոգրամ և ելակը 1 կիլոգրամ։ Ասում են, որն է ամենածանր, տեսնենք, առաջինը 4, 2, 3, 1, այսինքն ամենափոքր թիվը դա 1-ն է, լոլիկը ավելի թեթև է, այն քիչ է կշռում, իսկ դրանցից որն է ամենածանրը, այո, խնձորները ավելի ծանր են, 4 կիլոգրամ են կշռում։ Հաջորդը,
Հավի զանգվածը 2 կիլոգրամ է, բադը հավից ծանր է 2 կիլոգրամով, որքան է բադի զանգվածը, հավի զանգվածը, տեսեք ուշադիր, 2 կիլոգրամ է, իսկ բադը հավից ծանր է 2 կիլոգրամով, այսինքն 2 կիլոգրամով շատ է, մենք արդեն սովորել ենք, եթե խնդրի մեջ գրած է ավելի շատ է, ուրեմն պետք է կատարենք գումարում, իսկ ինչպես հասկանանք, հավի զանգվածը 2 կիլոգրամը, բադը հավից ծանր է 2 կիլոգրամով, ինչքան է բադի զանգվածը, որքան է բադի զանգվածը, ինչ գործողություն անենք, որ իմանանք բադի զանգվածը, ճիշտ է, գումարում 2 կիլոգրամ հավի զանգվածին կավելացնենք, կշատացնենք ևս 2 կիլոգրամով, որպեսզի ստանանք 4 կիլոգրամ բադի զանգվածը։ 4-ը թվերը նախկարդա աճման կարգով փոքրից մեծ հերթականությամբ ապա գրիր տետրում։ Այսինքն թվերը նախկարդա աճման կարգով փոքրից մեծ հերթականությամբ ապա գրիր տետրում։ Տեսնենք, ամենափոքր թիվը 6-ն է, նրանից հետո գալիս է 8-ը, 10-ը, 12-ը, 17-ը։ 5-րդ վարժությունը վերականգնիր հավասարությունը։ Տեսեք, առաջի արտահայտությունը 10 հավասարությունը, արդեն հավասարության նշանը դրված է։ 10 գումարած անհայտ հավասար է 12-ի։ Տեսեք, 12-ը կազմված է 10-ից և 2-ից։ Մենք ունենք 10-ը, չկա 2-ը։ Հաջորդը 17-ից հանած անհայտ հավասար է 10-ի։ 17-ը կազմված է 10-ից և 7-ից։ 10-ը ունենք, իսկ 7-ը անհայտ է։ 17-ից հանած 7 կստանանք 10։ Պատասխանից հանեցինք և ստացանք անհայտ թիվը։ Տեսնենք պատասխանում այստեղ գումարման առաջի բաղադրիչը բացակայում է, անհայտ է։ Պատասխանը 20-ն է։ Ինչ են գումարել, որ ստացել են 20։ 20-ը կազմված է 10-ից և 10-ից, այո, երկու 10 իրար հետ կդառնա 20։ Անհայտը 10-ն է։ 10-ին գումարենք 10, կստանանք 20, այսինքն հանելին գումարենք տարբերությանը կստանանք մեր նվազելին, այսինքն անհայտը։ Հաջորդը առաջի գումարելին անհայտ է, երկրորդը 2 հավասար է 10-ի։ Ինչից է կազմված 10-ը։ 10-ը կազմված է 2-ից և 8-ից։ 8-ին կգումարենք 2 հավասար է 10։ Կամ 10-ից կարող եք հանել 2, կստանանք 8, այսինքն առաջի գումարելին անհայտը։ Նույն ձևով լուծենք հաջորդը։ 0-ին կգումարենք 9, կստանանք 9։ 9-ից կհանենք 9, կստանանք 0։ 6-րդ առաջադրանքը մրցույթ։ Ով ավելի շատ։ Պատկերը փոխարինիր թվով, այնպես որ ստանաս անհավասարություն։ Եթե ուշադիր նայենք անհավասարությանը, անհայտը փոքր է 19-ից, այսինքն 11 գումարած անհայտ փոքր է 19-ից։ Ինչ թիվ կարող ենք այստեղ տեղադրել, որպեսզի փոքր լինի 19-ից։ Օրինակ 11-ին կգումարենք 1, կստանանք 12, փոքր կլինի 19-ից։ Այսինքն 11-ից մինչև 8 կարող ենք գումարել և կստանանք փոքր թիվ 19-ից։ Նմանատիպ առաջադրանքներ կարող եք ինքներդ լուծել։ Ձևակերպիր հարցը և լուծիր խնդիրը։ Գագիկը գծել է 5 շրջան, իսկ Լուսինեն 3 քառակուսի։ Կարող եք այսպես գրել խնդրի մեջ Գագիկը գիծ 5 շրջան շ։ Եկեք գրենք։ Առաջի դեպքում կարող եք գրել Գագիկը 5 շրջան
նկարել է Լուսինեն 3 շրջան, 3 քառակուսի, քանի երկրաչափական պատկեր են գծել նրանք միասին։ Այդ դեպքում կգրեք 3-ին գումարած 5, այսինքն երկրաչափական պատկերների թիվը կմիացնեք իրար, կստանաք 8 երկրաչափական պատկեր։ Երկրորդ դեպքում կարող եք գրել Գագիկը 5 շրջան, Լուսինեն 2-ով պակաս քառակուսի է նկարել։ Պակասի դեպքում արդեն ասել եմ, եթե պակաս է, կատարում ենք հանման գործողություն։ Մեծ թվից կհանենք փոքր, 5-ից կհանենք 2, հավասար է 3, այսինքն Լուսինեն 3 քառակուսի է նկարել։ Հաջորդը Լուսինեն 3 քառակուսի, Գագիկը 2-ով շատ շրջան։ Եթե շատ կամ ավել շրջան, ապա այդ դեպքում 3-ին կգումարենք 2, կստանանք Գագիկի շրջանների քառակը, այսինքն լուծում 3-ին գումարած 2 հավասար է 5 շրջան։ Եվ վերջի վարժությունը ուշադիր նայեք նկարին, պետք է օրինակ հենց 4-րդ վարժության նման հերթականությամբ ասել, որ թվերն են հերթով գալիս, որ ռոբոտներն են 1, 2, 3, 4, 5 և 8, այսքանը սիրելիներս։